Բարի երեկո, եթերում օրակարգի գլխավոր թողարկումն է։ Բարի երեկո, ահա թե ինչ ենք պատմելու այս թողարկմանը։ Մենք պատրաստ ենք համարժեք պատասխանել նոր պատերազմ սանձազերծելու ցանկացած փորձին։ Նախագահ Սարգսյանի մոսկովյան հանդիպումների գլխավոր ուղերձները խաղաղության եւ դրա վտանգների մասին։ Օրակարգի թղթակից է Ռուսաստանի մայրաքաղաքից։ Հայաստանի նախագահի հոդվածը Իզվեստիայում Ղարաբաղյան կարգավորման մեր մոտեցումը հակառակ Բաքվի վերջնագրերի լեզվին հաշտ է քաղաքակիրթ աշխարհի պատկերացումներին։ Հակամարտության լուծումն Արցախի միջազգային ճանաչումն է հայկական դիրքորոշման սկզբունքների մասին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հարցազրույցը Ռաշա Today-ի հետ։ Հարկային մուտքերի տպավորիչ թվեր եւ խախտումները հերվից ֆիքսելու հսկիչ նոր համակարգ։ Վարչապետը ավելին է սպասում Պեկից։ Զարգացման նոր փաթեթ Եվրամիությունից եվրոյով բյուջե են խոստանում ճկուն բիզնես ծրագրերին։ Ինչ են առաջարկում հայկական ընկերությունները։ Ծրագրեր, զարգացման խոստումներ ամեն ոլորտից, քարոզչական արշավ ամեն ուղղությամբ։ Նախընտրական երթուղիների հանդիպումների ու կոչերի 10-րդ օրվա ամփոփումը։ Եվ Էրդողանյան սահմանադրության քարոզչության ու ֆաշիստներին հիշած Էրդողանի հանդեպ վերաբերմունքը խստացել է նաև Ֆրանսիայում։ Փարիզի մեր թղթակցի պարզաբանումները։ Եվ այսպես Հանրապետության նախագահը երկօրյա պաշտոնական այցով Ռուսաստանում է Սերժ Սարգսյանի դիմավորման արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայի Վնուկովո 2 կառավարական պատվիրակությունների համար նախատեսված օդանավակայանում։ Ռազմավարական գործընկերոջ բարձրաստիճան ղեկավարության հետ Սերժ Սարգսյանը կքննարկի քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, մշակութային գործակցության, ինչպես նաև ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր։ Նախագահներ Սարգսյանի ու Պուտինի հանդիպման օրակարգում կլինեն նաև միջազգային եւ տարածաշրջանային արդիական խնդիրներ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը։ Հայաստանի ղեկավարը արդեն հյուրընկալվել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում։ Լազարյան ճեմարանից դեպի ապագա միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում լավ են հիշում սկիզբը եւ նախասրահի փոքր ցուցադրությամբ են ընդունում Հայաստանի նախագահին։ Այս հաստատությանը աշխարհի շատ գործիչներ են պարտական իրենց կարիերայով, այդ թվում Հայաստանում։ Սակայն միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտին միշտ չէ որ հաջողվել է այսպես ասած արտադրանքը թողարկել առանց խոտանի։ Դա վերաբերում է մասնավորապես մեր արևելյան հարևանի նախագահին, որին այդպես էլ չի հաջողվել սովորեցնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները հարգել է պետք, իսկ դա միջազգային իրավունքի ամենակարևոր սկզբունքն է։ Արցախյան թեման պատշաճ տեղ ուներ Հայաստանի նախագահի ելույթում եւ հնչած հարցերում։ Անվտանգության հարցը ծայրաստիճան արդիական է Հայաստանի համար։ 2016 года. Մինչև 2016 թվականը գործընկերները մեզ վստահեցնում էին, թե պատերազմի քարոզչության ու հակահայկական հիստերիայի դավանանքով Բաքուն իր ներքաղաքական հարցերն է լուծում։ Внутриполитические задачи. 2016-ի ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած քարորիա ռազմական արկածախնդրությունը դարձավ հենց այդ քարոզչության մարմնավորումը։ Պատերազմին հետևած գագաթնաժողովներում հստակ նշվեց 94-95 թվականներին Երակոմ համաձայնագրերի պահպանումը, սակայն Ադրբեջանը, ինչպես նախկինում, խուսափում է դրանց կատարումից։ Армения, как гарант безопасности народа Нагорного Карабаха, Հայաստանը, որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավոր, ստիպված է ջանքեր գործադրել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու եւ նոր սրում թույլ չտալու համար։ Ընդսմին մենք պատրաստ ենք համարժեք պատասխանել նոր պատերազմ սանձազերծելու ցանկացած փորձի։ развязывание новой войны. Հայաստանի ղեկավարն անդրադարձավ ՀԱՊԿ-ի դեռ 17 տարի առաջ ընդունած հայտարարությանը, ըստ որի կառույցի ներսում ռազմական կապերն ու կոնտակտները գերակայություն ունեն երրորդ երկրների նկատմամբ։ Не могу не отметить, что Չեմ կարող չնշել, որ վերոնշյալ սկզբունքի խախտումը չի նպաստում կազմակերպության հեղինակության աճին։ Պայմանագրերը պետք է կատարվեն եւ կատարվեն ամբողջությամբ, այլ ոչ թե ընտրողաբար կախված կոնյունկտուրայից։ от конъюнктуры. Անդրադարձ եղավ նաև նախընտրական շրջանին։ Նախագահը տեղեկացրեց, որ 1 տարեան սահմանադրական բարեփոխմամբ Հայաստանը կդառնա լիարժեք խորհրդարանական երկիր։ Первые реакции Նախընտրական արշավն արդեն սկսվել է եւ միջազգային կազմակերպությունների առաջին արձագանքները վկայում են, որ մեզ հաջողվել է ստեղծել ընտրական գործընթացի անցկացման միջազգային ստանդարտներին համապատասխանող պայմաններ։ международным стандартам.
Ներկայացնելով Ռուսաստանի, Եվրամիության ու Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները, նախագահը վերահաստատեց մեր երկրի արտաքին քաղաքական հայեցակարգը, այն է աշխատել շահերի համադրման ուղղությամբ։ Находясь на стыке разных регионов и интересов, Գտնվելով տարբեր տարածաշրջանների եւ շահերի հատման կետում, հազարամյա պատմության վրա հիմնված մեր արտաքին քաղաքականությունը ելնում է այն բանից, որ կարելի է եւ պետք է ազգային շահերը համադրել առանցքային խաղացողների հետ, խաղաղության, կայունության եւ տարածաշրջանային անվտանգության պահպանման համար։ Վստահ ենք, որ նման մոտեցումը հասկանալի եւ ընդունելի է մեր գործընկերների համար։ для наших партнеров. Հայաստանի նախագահն այս ամենը ներկայացնել արդեն որպես Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պատվավոր դոկտոր, որը ռեկտոր Տորկունովի խոսքով նրան է շնորհվել միջազգային անվտանգության եւ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար։ Արթուր Գրիգորյան, Արմեն Անդրեասյան եւ Արտակ Լևոնդյան, օրակարգ, Մոսկվա։ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է եւ մենք ցանկանում ենք այդ կապերն էլ ավելի ամրապնդել, իսպանական Էֆե գործակալության հետ հարցազրույցում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։ Արդյոք Հայաստանը կարող է նպաստել Արևմուտքի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների բարելավմանը հարցին Սերժ Սարգսյանը պատասխանել է. Հայաստանն առաջնորդվում է իրատեսությամբ թե Ռուսաստանի, թե Եվրամիության հետ հարաբերությունները մեր երկրի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից են։ Ռուսաստանի հետ ձևավորել են կապեր, որ կենսական են Հայաստանի համար։ Որևէ պատճառ չենք տեսնում այդ կապերը խզելու, ընդհակառակը մենք ցանկանում ենք այդ կապերը ել ավելի ամրապնդելու, տարածվելու։ Արդյոք Հայաստանը կարող է նպաստել Արևմուտքի եւ Ռուսաստանի միջև հարաբերությունների բարելավմանը։ Սերժ Սարգսյանը իրատես է։ Մենք փոքր երկիր ենք։ Սրանով հանդերձ մենք մշտապես աշխատում ենք, որպեսզի հավելյալ խնդիրներ չառաջացնենք Արևմուտքի եւ Ռուսաստանի միջև։ Միաժամանակ Եվրամիության հետ հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը նախագահի խոսքով մեր երկրի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից են։ Մենք մեր քաղաքականության մեջ հակասություն չենք տեսնում։ Ընդհակառակը, մեր խորին համոզմամբ սա քաղաքականություն է, որ փոխլրացնում է։ Իսպանացի լրագրողներին հետաքրքրել է նաև Հայաստանի ներքաղաքական իրադրությունը։ 2018 թվականից հետո ինչ է մտադիր, Սերժ Սարգսյանը որևէ գծած պլան չունի, անկեղծացել է, բայց շեշտել, լավ կլինի, եթե խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իր գլխավորած կուսակցությունը հաջողության հասնի։ Եվ այդ պարագայում վստահ եղեք, որ մեր վարչապետի թեկնածուն լինելու է այսօրվա գործող վարչապետը։ Հայկական սփյուռքի մասին խոսելիս էլ նախագահ Սարգսյանը ասել է. հայերը հեշտությամբ են ինտեգրվում այն երկրներում, որտեղ ապրում են։ Ինչ վերաբերում է Իսպանիային, Սերժ Սարգսյանը նկատել է. հայ-իսպանական հարաբերությունները գալիս են միջնադարից, իսկ իսպանացիներին, որպես գինու մշակույթի կրողների, հիշեցրել է. առաջինը գինեգործությամբ սկսել են զբաղվել Հայաստանում։ Լարա Արաքելյան, օրակարգ։ Հայաստանը հետևողականորեն բարձրացնում եւ ամրապնդում է իր պաշտպանունակությունը նաեւ ռազմավարական դաշնակցի Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությամբ, գրել է Հայաստանի նախագահ Իզվեստիայում լույս տեսած հոդվածում։ Սերժ Սարգսյանը խոսել է Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի երկարատև կոնսենսուսի մասին, որը թույլ է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը համարել մի հարթակ, որտեղ հնարավոր է կառուցողական երկխոսություն։ Հայաստանը համարձակ քայլեր է ձեռնարկել վերականգնելու իր անկախ պետականությունը։ Հենց այս ցանկությունն է համախմբում եւ միավորում գրեթե 10 միլիոն մեր հայրենակիցներին ամբողջ աշխարհում։ Նրանց ցանկությունն է Հայաստանը տեսնել անվտանգ, ժողովրդավարական եւ բարգավաճ երկիր, գրել է նախագահ Սարգսյանը։ Որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության անվտանգության երաշխավոր, Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում շարունակում է հակամարտության, խաղաղ լուծման հետևողական եւ կառուցողական ուղիներ որոնել։ Ադրբեջանի նոր ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ 2016 թվականի ապրիլին էական վնաս հասցրեց բանակցային գործընթացին եւ բացառապես խաղաղ կարգավորման ուղղված կողմերի միջև վստահության վերականգնման ջանքերին։ Հայաստանի նախագահի խոսքով Բաքուն վերջապես պետք է հասկանա, որ Հայաստանն ու համանախագահող երկրները խոսում են նույն լեզվով։ Քաղաքակիրթ աշխարհում բանակցությանն այլ ընտրանք չկա։ Պատերազմը խնդիր լուծելու միջոց չէ եւ միայն երկխոսության, այլ ոչ թե վերջնագրերի լեզվով կարելի է հասնել խաղաղության։ Մենք ելնում ենք այն փաստից, որ սեփական ճակատագիրը տնօրինելու ժողովրդի իրավունքը ժամանակակից աշխարհակարգի անկախտելի մասն է եւ դրա հիման վրա էլ պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, պետք է հաշվի առնել միջազգային փորձագետների գնահատականը, ըստ որի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հետևողականորեն իրականացնում է ժողովրդավարական պետության կառուցումը։
Ըստ Սերժ Սարգսյանի, չնայած Ղարաբաղյան հակամարտության չլուծված մնալն ու դրա հետ կապված օբյեկտիվ դժվարություններին, միջազգային տնտեսական անբարենպաստ մթնոլորտին Հայաստանը կարողացավ ապահովել կայուն մակրոտնտեսական միջավայր երկրի զարգացման համար։ Դա արժանիորեն են գնահատում նաև մեր գործընկերները, ասել է Հայաստանի նախագահը։ Մարիամ Մխիթարյան, օրակարգ։ Հայաստանը միջազգային վիճակագրության համաձայն ամենառազմականացված երկրներից է զինված ուժեր բնակչություն հարաբերակցությամբ։ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՌՇՏԴ ռուսական միջազգային հեռուստաալիքի հետ հարցազրույցում ասել է, որ հասարակության տրամադրվածությունն ու համախմբումը բանակի շուրջ շատ բարձր մակարդակի վրա է։ Դա իսկապես մեծ բանակ է, ընդգծել է Հայաստանի պաշտպանության նախարարը։ Արցախյան խնդրի կարգավորումը Վիգեն Սարգսյանի կարծիքով առանց փողվստահության հնարավոր չէ լուծել։ Իսկ վստահության հասնել կարելի է, եթե լիարժեք իրագործվեն Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հակամարտության լուծումը Արցախի միջազգային ճանաչումն է։ Несмотря на свою непризнанность, Չնայած ճանաչված պետություն չլինելուն Ղարաբաղը կարողացավ ապացուցել, որ հնարավոր է անգամ այդ դեպքում ստեղծել իր անվտանգության եւ դատական համակարգերը, ձևավորել ժողովրդավարական ինստիտուտներ։ Հիմնախնդրին լուծում գտնելու համար պետք է ամբողջովին հասկանալ այն հարցեությունը, որը դարձել է այդ հակամարտության հիմքը։ это борьба народа Нагорного Карабаха за Դա Արցախի ժողովրդի պայքարն է ինքնորոշման համար, պայքար, որն ամբողջովին տեղավորվում է միջազգային իրավունքի մեջ։ международного права. Մերձավոր արևելյան իրադարձությունները Հայաստանի անվտանգության վրա չեն կարող չազդել։ Հալեպում է ամենախոշոր հայ համայնքներից մեկը։ Հայաստանը միակ երկիրն է, որ մինչև հիմա շարունակում է այնտեղ իր հյուպատոսության աշխատանքը։ Հայաստանի անվտանգության համար գլխավոր սպառնալիքը սակայն շարունակում է մնալ Արցախի հակամարտությունը։ Всем хорошо известно, что Армения является гарантом. Բոլորին հայտնի է, որ Հայաստանը Արցախի ժողովրդի անվտանգության եւ իր հողի վրա իր պատմական հայրենիքում խաղաղ ապրելու իրավունքի երաշխավորն է եւ Հայաստանը մեծապես ներգրավված է այդ անվտանգության ապահովման գործում։ Վիգեն Սարգսյանն ասել է, որ գլոբալ առումով հիմա Հայաստանի գլխավոր մարտահրավերը լիարժեք ժողովրդավարական բարեփոխումներն են։ Քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը կառավարման գործընթացում անվտանգության կարևոր երաշխիքներից է։ Անվտանգության գլխավոր երաշխավոր հայկական բանակի շուրջ էլ մեր հանրությունը միշտ է համախմբված։ Սոնա Աղբալյան, օրակարգ։ Պետեկամուտների կոմիտեում պաշտոնապես բացվել է մոնիթորինգի կենտրոնը, ՊԵԿ-ի աշխատակիցները հնարավորություն են ստացել էկրանների առաջ հեռակա տեսնել հարկատուների տնտեսական գործունեությունը։ Չինաստանի աջակցությամբ ներդրված տեխնիկական համակարգի գործարկմանը ներկա է եղել կառավարության ղեկավարը։ Ստվերը կրճատել են 4 ամսում 14%-ով, տպավորիչ այս ցուցանիշով են ՊԵԿ-ում հյուրընկալել կառավարության ղեկավարին։ Խոշոր բիզնեսն ամենաքիչը հարկերը թաքցնում է բանկային ոլորտում, ամենաշատը մանրածախ առևտրում։ Նոյեմբերին ստվերը 57% էր։ Մարտի 1-ով նոր գնահատումներ են կարել նույն խոշորի մոտ եւ գնահատում ենք արդեն 43%։ Նաև ստվերից հարկային դաշտ բերած փողերի հաշվին է, որ հունվար-փետրվարին բյուջեի մուտքերը 14.4 միլիարդով ավելացել, հասել են մոտ 164 միլիարդ դրամի, ընդ որում առանց նոր կանխավճարների, հներն էլ մաշելով։ Ես ռեգուլար շփվում եմ խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Փողոցները պակասել են։ Փողոցները պակասել են։ Լավացնելու տեղ չկա, անմիջապես էլ շարունակում է Կարեն Կարապետյանը ծանոթանում գործարարին ՊԵԿ-ից հեռակա հետևելու Լու Սինպենի ներկայացրած մոնիթորինգի համակարգին։ Չինաստանի աջակցությամբ Երևանում արդեն կարողանում են օնլայն տեսնել, ասենք Բագրատաշենի մաքսակետով, երբ ինչ ապրանք անցավ։ Ձեր հոլովակում բոլոր ուղևորները չինացի են, Աստված տա այդպես մնա։ Բայց մաքսավորները տեսեք հայկական համազգեստով են։ Բայց չինացի են, չէ՞։ ՊԵԿ-ում հիմա մի ամբողջ հարկ աջ թևում տնտեսվարողի մաքսային, ձախում հարկային հաշվապահությանն է հետևում։ Ռիսկային կարմիր լույսը վառվում է, օրինակ երբ խանութն ամբողջ ցերեկը ՀԴՄ-ով առևտուր չի ձևակերպում, երեկոյան 9-ին միանգամից 900,000-ի կտրոն է խփում, 6,000 հատ նույն ապրանքից չկասկածենք փողեր են լվանում, ասում է Վախթանգ Միրումյանը։ Ակնհայտ է, որ այստեղ մենք խոսում ենք այսպես կոչված իրացման շրջանառությունները մաքրելու եւ դիմացի կազմակերպության իրացման շրջանառությունները քողարկելու երևույթների մասին։ Անցան Օպերլի Ազորի զեկուցագրով այս կամ այն բիզնեսին պատժելու ժամանակները ուստի
ստուգման գնալ հիմա խելացի համակարգն է հուշում։ Օրը 24 ժամ ծանր ու թեթև անելով բիզնեսի 11 ռիսկ։ Ավելի ուշադիր են դառնում, երբ թվերը հակասում են։ Այս դեպքում մեզ մոտ արդեն հարկ վճարողը ունի խնդիր։ Հակասական է, բայց փաստ ներքին բիզնեսը Հայաստանում ավելի մեծ շահույթ է ստանում, քան արտահանողը։ Նոր համակարգը պետք է նաև ստուգումների հասցեականությունը բարձրացնի, շեշտում է վարչապետը։ Ներքին բիզնեսի մեջ ստվերը դեռ գոյություն ունի եւ նաեւ մոնոպոլ կարգավիճակները, գերիշխող կարգավիճակները գոյություն ունեն, որը բերում է նրան, որ շահութաբերությունը ներքին շուկայում բարձր է։ Ստվերին այսօրվանից նաև F-Vision համակարգն է հետևելու անխնա խախտում ունեցող բիզնեսին անհերքելի ապացույցներով խոստովանել տա չարաշահումը։ Չունեցողն ասում են չի էլ իմանա իրեն հետևող կա։ Հերմինե Բաղդասարյան, Էդգար Դավթյան, օրակարգ։ Մսամթերք արտադրող բիզնեսին ինչն է խանգարում մեծացնել ծավալները, ընդլայնվել, պարզելու համար այսօր Նատֆուդ գործարան է գնացել վարչապետ Կարապետյանը, օրը 40 տոննա հումք են վերամշակում DL ապրանքանիշի ներքո, ապխտած, կիսաապխտած 169 տեսակի երշիկ, նրբերշիկ, բաստուրմա հանում են շուկա, հպարտացել են ձեռնարկությունում։ Կառավարության ղեկավարին ցուցադրել են ոչ միայն արտադրամասեր, այլև ընդհուպ մանրէաբանական լաբորատորիան, տեղեկացրել իրենք հիմնականում Ռուսաստան են արտահանում։ Եվրասիական տնտեսական միությունը կազմը համալրելու նոր առաջարկներ է ստանում, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։ Առևտրական շուկաների ինտեգրումը մեր կառույցի մեջ Ռուսաստանի գլխավոր դիվանագետի կարծիքով ժամանակակից աշխարհի միտումներից է եւ ԵԱՏՄ-ն անտարբեր չէ դրանց։ ԵԱՏՄ արտաքին առևտրային գործունեությունը նոր թափ է ստանում, դրա նկատմամբ հետաքրքրությունը բարձր է։ Տիգրան Սարգսյանը Սերգեյ Լավրովի հետ քննարկել է միությանն այլ երկրների անդամակցության հնարավորությունը։ Մենք անընդհատ նոր հայտեր ենք ստանում առևտրատնտեսական հարաբերությունների հաստատման մասին։ Առաջին հերթին հետաքրքրություն կա կնքել ազատ առևտրի գոտիների համաձայնագրեր եւ այդ տեսակետից մեր առջեւ կանգնած առաջնային խնդիրն է նախանշել արտաքին տնտեսական գործունեության առաջնահերթությունները եւ այն երկրները, որոնց հետ մենք առաջին հերթին պետք է ծավալենք առևտրատնտեսական փոխհարաբերություններ։ Միության անդամ երկրների ղեկավարներն ու արտաքին գործերի նախարարները ընդունել են որոշումներ, որոնք կամրապնդեն կառույցի միջազգային հեղինակությունը։ Ռուսաստանի արտաքին գերատեսչության համար դա առաջնահերթություն է։ Այս աշխատանքը մեզ համար խիստ կարևոր է։ Ամբողջ աշխարհում ինտեգրացիոն գործընթացներ են, հատկապես տարածաշրջանային ինտեգրման առումով։ Մենք ամբողջովին կողմ ենք այդ գործընթացների զարգացմանն ու աճին, հասկանալով նաև, որ խիստ կարևոր է միասնական գլոբալ համակարգի պահպանումը, այդ թվում առևտրի միջազգային կազմակերպության կազմում։ 2015 թվականին միությունը համաձայնագիր է ստորագրել ազատ առևտրի գոտու վերաբերյալ ԵԱՏՄ բոլոր երկրների եւ Վիետնամի հետ։ Համաձայնագրին միանալու համար բանակցում են Եգիպտոսը, Թայլանդը, Իրանը, Մոնղոլիան եւ Սերբիան։ Սոնա Աղբալյան, օրակարգ։ Հայաստանը կարող է մեծացնել ապրանքաշրջանառության ծավալը Թուրքմենստանի հետ, ներկայիս տարեկան մոտ $100 միլիոն կողմերին չի բավարարում։ Հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ Երևանյան նիստին քննարկվել է մեր երկրից Թուրքմենստան ապրանքների արտահանման հարցը։ Նաև չեն բացառել էներգետիկ ոլորտում Իրանի մասնակցությամբ եռակողմ համագործակցության հնարավորությունը։ Մենք մտադիր ենք քննարկել հեռանկարային նախագծեր։ Իր թուրքմեն պաշտոնակցին այսօր առաջարկեց Հայաստանի էներգետիկ գերատեսչության ղեկավարը։ Խոսքը թուրքմենական էներգակիրները Իրանի տարածքով Հայաստան տեղափոխելու մասին է։ Իրանն ու Թուրքմենստանը վաղուց գործակցում են եւ ունեն անհրաժեշտ ենթակառուցվածքներ, գազամուղներ, էլեկտրահաղորդման գծեր։ Հայաստանը Իրանի հետ եւս համագործակցում է այդ ոլորտում եւ այժմ խնդիրը դիտարկում է տարածաշրջանային համագործակցության շրջանակում։ Հայաստան-Իրան Թուրքմենստան ձևաչափով։ Այժմ կառուցվում է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գիծը, որի կառուցումից հետո արդեն մեր հնարավորությունները կեռապատկվեն, նույնիսկ կքառապատկվեն փոխանակումների առումով։ Այս եռակողմ ձևաչափը հայկական կողմը դիտարկում է նաև ապրանքափոխանակության հարցում, որի ծավալները տարեկան մոտ $100 միլիոն չեն բավարարում ոչ հայկական, ոչ թուրքմենական կողմերին։ Մեր հիմնական նպատակը իհարկե արտահանման իրականացումն է Հայաստանից դեպի Թուրքմենստան։ Հիմնական խոչընդոտը համարվում է հաղորդակցության ուղիների բացակայությունը։ Գործարար եւ տնտեսական կապերը հեշտացնելու նպատակով այժմ քննարկվում է Երևան-Աշխաբադ ուղիղ չվերթ բացելու հարցը։ Մեր հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումը եւ Իրանի հետ մեր համագործակցության ընդլայնում է ուղղությամբ նաեւ հայկական տրանսպորտի Իրանի տարածքով տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնելու ուղղությամբ, որի ուղղությամբ շատ ինտենսիվ աշխատանքներ են կատարվում։
այս բոլոր հարցերը կնպաստեն։ Վերջնական լուծումներ այս խնդիրներին կտրվեն մոտ ապագայում Թուրքմենստան եւ Իրան Հայաստանի վարչապետի այցերի ընթացքում։ Տաթևիկ Նալբանդյան, Ռոմիկ Խաչատրյան, օրակարգ։ Մեկնարկել է անդրսահմանային համագործակցության նախագծի երկրորդ փուլը, ծրագրային առաջարկներ կարող են ներկայացնել պետական ու ոչ պետական կառույցները, դրանց բյուջեն պետք է կազմի 300,000-ից 1,5 միլիոն եվրո։ Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը, նպատակները երեքն են՝ խթանել տնտեսական ու սոցիալական զարգացումը սահմանամերձ շրջաններում, զբոսաշրջության և մշակութային ոլորտներում ձեռներեցության զարգացումը, միջսահմանային առևտրի հնարավորությունները մեծացնելը։ Հայաստանի հետ միասին մասնակցում են Սևծովյան ավազանի մյուս երկրները։ Ընդհանուր բյուջեն 54 միլիոն է։ Ընտրությունների մասին այսօր նախընտրական քարոզարշավի 10-րդ օրն է։ Հավակնոտ ու իրատեսական հանրապետականի ծրագիրն այսպես է գնահատում կուսակցության փոխնախագահը։ Կարեն Կարապետյանը խոստումներ չի տվել, իր ձևակերպմամբ այդ հարցում ժլատ է։ Շատ աշխատել ու հավելյալ արժեք ստեղծել, երկրի հաջողության պարզ բանաձևումն արել է Ավանի բնակիչների հետ հանդիպմանը։ Փոխելու եւ փոխվելու բանաձևը գլխավոր, բայց միակ շեշտադրումը չէ։ Կարճ ժամանակում բոլոր կետերի մասին խոսելու համար Կարեն Կարապետյանը առաջարկեց հարց ու պատասխանի անցնել, երբ կհավասարվեն նվազագույն աշխատավարձն ու սպառողական զամբյուղը։ Ինչ պետք է անենք, պետք է տնտեսություն զարգացնենք, պետք է հարստանանք, պետք է հավելյալ արժեք ստեղծենք, պետք է աշխատատեղ ստեղծենք, պետք է բյուջե լցնենք, եւ այդ ծրագիրը կա։ Ինչպես անապահովների ցուցակում բացառել ապահովների անունները եւ սուղ բյուջեով առավելագույն արդյունքի հասնել, լուծումները ՀՀԿ-ի բարեփոխումների հիմքում են։ Նույն բյուջեի պարագայում մենք ով որ արժանի չի, ով որ պատահական է հայտնում կամ ինչ-որ տարբերակով դա լիկվիդացնելու ենք եւ հասցեագրված նույն բյուջեի պարագայում 20-30% ծառայության չափը ավելացնելու։ Հաջորդ հարցը վարկային տոկոսադրույքների մասին է։ Ինչպիսին են ձեր քայլերը այս խնդրի շուրջ։ Պետության հիմնական գործառույթը բիզնեսին չխանգարելն է, որովհետև պետությունը մեկ-մեկ միջամտելուց բիզնեսին շատ է խանգարում, բայց այսօր այս առևտրային պասիվության կամ ոչ ակտիվության պայմաններում մենք մի գործառույթ ենք մեր վրա վերցրել, մենք խթանելու ենք բիզնեսը, որպեսզի ինքը զարթնի, աշխուժանա, մենք իրեն ցույց ենք տալու բազմաթիվ ծրագրեր, որտեղ է կարելի գումար ներդնել եւ այլն։ Հետևաբար բանկերի անհանգստությունը, որը որ տոկոսների վրա ազդում է, նվազելու է։ Ավանցիներից մեկին էլ հետաքրքրեց, թե քանի աշխատատեղ է բացվելու։ Խոստում տալուց բավականին ժլատ է, որովհետև երբ որ խոստում են տալի, անպատճառ է խոստումի տակից զգում։ Բոլոր քայլերը ուղղված են կայուն տնտեսական աճին, ինչն էլ իր հերթին կբերի խնդիրների լուծմանը։ ՀՀԿ փոխնախագահը թվեր չնշեց, բայց վստահեցրեց. բիզնես միջավայրի ստեղծագործ աշխատող մարդու հետադարձ կապից է նաև կախված, ինչպիսին եւ երբ կլինի արդյունքը։ Մյուս հարցը Կարեն Կարապետյանի ոճով է։ Երբ ենք լավ ապրելու։ Եթե իմ ոճով, ապա շարունակեք, եւ ես որ հարցը տալիս եմ, պատասխաննել եմ տալի։ Մենք պետք է յուրաքանչյուրս հավատանք, որ մենք կարող ենք ուղղակի ֆանտաստիկ լավ երկիր լինել։ Մենք ինքներս մեզ հասիվի պետք է գցենք, ինչի ուրիշները կարան, մենք չենք կարող։ Համակարգային փոփոխությունների ընթացքը ըստ ՀՀԿ փոխնախագահի պետք է լինի տեսանելի հանրությանը։ Մի կրիտիկական մինիմումի պետք է հասցնես ներդրումներով, ջանքերով, ուղեղով, մուսկուլով, որ ինքը գա հասնի այն կրիտիկական, այսպես ասած, մինիմումի, որից հետո արդեն որակա փոխվում։ Կարացի ձևակերպեմ, թե չէ։ Ասենք հողը այնքան չորա, որ եսիմ ինչքան հələ պետք է ջրենք, որ վրեն սեմ կարանանք ցանենք։ Միջև այդ հագեցման տեղին չհասնենք, այդ սերմը մեկը բերք չի տալու։ Այս մեկը ավելի ոնց որ լավ ստացվեց մոտես։ Ինչով է տարբերվում ՀՀԿ-ի ծրագիրը, ըստ Կարեն Կարապետյանի, այն ամբիցիոզ եւ իրատեսական է։ Մենք իրականում չենք խոստանում, որ ապրիլի 3-ին ամեն ինչ լավ է։ Զարթնելի ենք ու միշտ արև անելու, գույները ռոզով են անելու, մեր տների խալատիվիկները լցված անելու, ամեն ինչ լավ անելու, կաշառակիրները վերանալու են եւ այլն։ Մենք ուղղակի խոստանում ենք, որ մենք շատ քրտնաջան ենք աշխատելու։ Այս երիտասարդները նշում են, որ վստահում են Կարեն Կարապետյանին եւ նրա ծրագրերին։ Ինչ պետք է անել, որ հետագայում այդ ընտրություններից հետո դուք շարունակեք մնալ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Ինչպես ամբողջ ընթացքում Կարեն Կարապետյանը էլի սպասում է դահլիճի լռությանը։ Հետևել, մտածել
եւ ընտրություն կատարել։ Ըստ ՀՀԿ անդամների մեծ ու փորձառու թիմը պատրաստ է կրել պատասխանատվությունը։ ՀՀԿ փոխնախագահը իր ոճով շարունակեց. դուխ ունեն դա անելու, իսկ եթե ընտրողը իրենց թիկունքին կանգնի, հնարավորություն կտա իրականացնել այն, ինչի մասին ժամուկես հարցու պատասխաններ։ Մայա Խաչատրյան, Հակոբ Թումանյան, օրակարգ։ Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները մարալիկում են եղել իրենց ելույթներում, հայ կոմունիստները նկատել են, որ այսօր հնարավորություն է ստեղծվել, որպեսզի ընտրությամբ կարողանան փոխել իրավիճակը։ Հպարտ էր 27 տարի առաջ, հպարտ էր իր հայրենիքով, հպարտ էր իր աշխատանքով, հպարտ էր իր քաղաքով, հպարտ էր իր գիտությամբ։ Կոմունիստական կուսակցության քարոզչական խումբը խորհրդային ժամանակաշրջանի ապահովության խոստումով աշխատանքը գովերգող զինանշանով Մարալիկ քաղաքում է, ներկայացնում են նախընտրական ծրագրի իրենց դրույթները, հիշում, հիշեցնում անցյալի ձեռքբերումները։ Աշխատանքով զբաղվում էր բնակչության 1.456.000 մարդ, արդյունաբերության մեջ 670,000, գյուղատնտեսության մեջ 540-ը։ Շիրակի մարզում մշակութային գործունեությամբ հայտնի Կոմկուսի կին թեկնածուն Մարիամ Շահինյանը նշեց, որ կուսակցության համախոհների տարիքը վկայում է նրանց հարուստ կենսափորձի մասին, ինչը գիտակից մարդիկ պետք է գնահատեն։ Կարծում եմ, որ ինքնագիտակցությունը ժողովրդի բավականի արդեն բարձր մակարդակի վրա է։ Որպեսզի կարողանան վերադարձնել սոցիալիզմը, կոմունիստները հորդորեցին քվեարկել նաև վարկանիշային ցուցակով առաջադրված կուսակցականների օգտին։ Այսօր հնարավորություն է ստեղծվել բոլորիդ, որպեսզի ընտրությամբ կարողանանք իրավիճակը փոխել։ Հայաստանի կոմունիստական կուսակցության կարգախոսը հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ։ Հայրենիքի նկատմամբ կոմունիստները իրենց նվիրվածությունը ապացուցել են բոլոր ժամանակներում։ Աննա Մարտիկյան, Մարտին Գևորգյան, օրակարգ։ Ելք կա մայրաքաղաքի կենտրոնում դաշինքի անդամները բակից բակ ու տանիքից տանիք նախ բարձրախոսով, ապա դեմարդեմ ընտրողներին բացատրել, հորդորել են։ Իրավիճակը փոխելու ելք կա, կամք է պետք։ Բակից բակ, տանիքից տանիք Նիկոլ Փաշինյանի բակային հանդիպումներն այսօր սկսվեցին Վարդանանց փողոցից ու հասան Տիգրան Մեծ պողոտա։ Եվ մենք այստեղ ենք երկդաշինքի քաղաքական թիմի ներկայացուցիչներով։ Իհարկե տանիքի վրա միայն ես եմ։ Մյուսները ներքևն են։ Պատգամավորը բնակիչներին խորհուրդ էր տալիս չհուսահատվել, որովհետև ըստ նրա ելք կա։ Սիրելի հայրենակիցներ, մենք եկել ենք ձեզ ասելու, որ Հայաստանը համակած սոցիալ-քաղաքական ճգնաժամից ելք կա և ապրիլի 2-ի ընտրություններում դուք կարող եք օգտվել երկրի այդ հնարավորությունից ընտրական տեղամասեր գնալով և թիվ 1 թվաթերթիկ ընտրելով։ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ բանավեճերի պակաս կա, ասում է քաղաքական նոր մշակույթը նախընտրական շրջանում նաև քաղաքական բանավեճեր է ենթադրում։ Լրագրողներն այդ առաջարկը չեն անում, ես կանեմ, ասում է ելքի թեկնածուն։ Ձեր բոլոր հեռուստաընկերությունները, ով կուզենա նման նախաձեռնություն ցուցաբերել եւ բանավեճի հրավիրել, ես նախապես ընդունում եմ։ Բայց նախապայման ունի բանավեճի կմտնի միայն արժանի թեկնածուների հետ։ Միակ պայմանն է նա, որ պետքա համարժեք քաղաքական ներկայացուցիչի հետ լինի բանավեճը եւ ուրիշ որևէ պայման չկա եւ հանրապետական կուսակցություն։ Առաջին երրակից, երկրորդ երրակից էլ կարողա չի խանգարի։ Երրորդ ես իրանց երրակներ տենց անգիր չեմ հիշում առանձնապես, բայց խնդիր չկա։ Բանավեճն ամենալավ հարթակն է նախընտրական ծրագրերը համեմատելու եւ գնահատելու համար, վստահ է Փաշինյանն ու մարտահրավերն ընդունողների է սպասում։ Իսկ բնակիչներին խորհուրդ է տալիս որևէ քաղաքական ուժի հավատալուց առաջ նախ եւ առաջ հավատալ սեփական ուժերին։ Այդ հիմնական խնդիրը ոչ թե նա որ մարդիկ երկդաշինքին, նրա ուժերին հավատան, այլ ժողովուրդը ինքը իր ուժերին հավատա, որ ինքը հավատա, որ ինքը կարա իշխանություն նշանակի եւ իշխանություն փոխի։ Եվ ժողովուրդը երբ որ իրան հավատա, մենք այդ իր հավատը դարձնելու ենք իրականություն։ Ես դա ձեզ երաշխավորում եմ։ Բակից բակ տարածվող կարգախոսին կենտրոն համայնքի բակերից շատերում խաղացող փոքրիկներն արդեն ծանոթ էին։ Անպայման ես ձեզ եմ ընտրել։ Ռուզաննա Վարդերեսյան, Էդգար Դավթյան, օրակարգ։
Ազատ դեմոկրատները նոր նորքում ազատության երթ են անցկացրել խոսել կուսակցության երիտասարդ տեխնացուների մասին։ Այս ընտրություններին ազատ դեմոկրատների կարծիքով հատկապես երիտասարդները պետք է ակտիվ լինեն ու շահագրգիռ, քանի որ ապագան իրենցն է։ Ազատ դեմոկրատների նոր-նորքի շտաբում նախընտրական եռուզեռին զուգահեռ հասցնում են նաև թարմացնել կուսակցության քարոզչական պաստառները։ Առաջին ընտրատարածքում ազատ դեմոկրատները առաջադրել են պատգամավորության 6 տեխնացու, հիմնականում երիտասարդներ։ Նոր սերնդի օրենսդիրների ուժեղ եւ միասնական թիմով խորհրդարան մտնելու ցանկությունը ինքնանպատակ չէ, ասում են ազատ դեմոկրատները։ Երիտասարդական քաղաքականության ոլորտում անելիքները շատ են։ Ամեն տարի մենք նշում ենք երիտասարդների օրը առանց մեր մասին օրենքի։ Դա շատ կարևոր է եւ պետությունը պետք է եւ պարտավոր է երիտասարդական քաղաքականության համալիր ծրագիր ներկայացնել տարեկան, որը կհաստատվի օրենսդիր մարմնի կողմից եւ կֆինանսավորվի պետական բյուջեի կողմից եւ դա բացառապես պետք է ուղղված լինի երիտասարդների հիմնախնդիրները լուծելու համար, այդ թվում նաեւ առաջնային խնդիրը գործազրկության խնդիրն է։ Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին երիտասարդների մասնակցությունը կարող է վճռորոշ լինել յուրաքանչյուր հայ երիտասարդի համար։ Իրենց սերնդակիցներին հիշեցնում են պատգամավորի երիտասարդ տեխնացուները, խնդրելով ընտրության պահին չմոռանալ, որ երկրի ապագան հենց իրենց ձեռքերում է։ Միայն եւ միայն ընտրության միջոցով է, որ պետք է այս երկրում կարգ ու կանոն եւ օրենք հաստատվի։ Առաջին ընտրատարածքում ազատ դեմոկրատների տեխնացուներն այսօր քայլերթով քարոզչություն էին իրականացնում նոր նորքում։ Գայի պողոտայով քայլերթի ընթացքում ոչ միայն կուսակցության բուկլետները, տեխնացուների անհատական քարոզչական թերթիկներն էին բաժանում ընտրողներին, այլև հորդորում ընդունել ազատության եւ ժողովրդավարության ջատագով կուսակցության իրենց մեկնած ձեռքը։ Մարդիկ, մի մերժեք ազատության եւ ժողովրդավարության մեկնված ձեռքը։ Մի մերժեք այն հերանեկարը, որը բերում են ազատ դեմոկրատները, որը բարեկեցության, անվտանգության, զարգացման մասին է, որը եվրոպական տիպի բարեկեցիկ պետություն ունենալու մասին է, որը երիտասարդությանը աշխատատեղերով զբաղվածությամբ ապահովելու մասին է, որը նվազագույն կենսաթոշակները կրկնակի բարձրացնելու, միջին աշխատավարձը բարձրացնելու, պաշտպանության ծախսերը կրկնապատկելու եւ առողջապահության ծախսերը կրկնապատկելու մասին է։ Իրենց քարոզչական շրջայցերը ազատ դեմոկրատները ազատության երթ են որակում եւ տեղեկացնում են, առաջիկա օրերին ազատության երթով կլինեն մայրաքաղաքի մյուս համայնքներում։ Նոնե Ալեքսանյան, Ռոմիկ Խաչատրյան, օրակարգ։ Վայոց ձորում ու Սյունիքում Օհանյան, Ռաֆի, Օսկանյան դաշինքի անդամները խոսել են Սփյուռքը մեկ ընդհանուր օրգանիզմ դարձնելու իրենց նպատակի մասին, կարմիր գծերի ու արագաչափերի մասին, հիշեցրել երկրում իշխանություն ձևավորելու համար ժողովուրդը մեկ շանս ունի։ Օհանյան, Ռաֆի, Օսկանյան կուսակցությունների դաշինքը քարոզարշավի 10-րդ օրն այցելեց Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր եւ Վայք քաղաքներ, եղավ նաեւ Սիսիանում եւ Գորիսում։ Դաշինքի գլխավոր տեխնացուները ներկայացրին նախընտրական ծրագիրը։ 365 օր ամենօրյա փոփոխությունների ժամանակացույց կոչվող ծրագրի հիմքում դրված է երկու սկզբունք. նախ ձևակերպել Հայաստանի քաղաքացիներին հուզող բոլոր կարևորագույն խնդիրները եւ երկրորդ փոփոխությունների արդյունքները տեսանելի դարձնել ոչ թե անորոշ ապագայում, ոչ թե տասնամյակներ անց, այլ իրական կյանքում եւ անմիջապես։ Արվասիկ այս դաշինքը, որի ղեկավարությունը ծեր առաջ կանգնել է եւ շուտով նաեւ մեզ կմիանա Ռաֆի Հովհաննիսյանը, բայց այս պահին Արմեն Մարտիրոսյանը, ես Սեյրան Օհանյանը հայցում ենք ծեր քվեն, ծեր աջակցությունը։ Մենք արդեն ներկայացրել ենք մեր ծրագիրը հաջորդ 5 տարիների համար։ Դա անվանել ենք 365 օր ամենօրյա փոփոխությունների ժամանակացույց։ Յուրաքանչյուրը պետք է ամենայն լրջությամբ ուսումնասիրի բոլոր ուժերի ծրագրերը, խորհուրդ է տալիս Արմեն Մարտիրոսյանը։ Ժառանգության անդամը նաև ներկայացրեց Հայաստան, Արցախ եւ Սփյուռք համագործակցության իրենց պատկերացումը։ Նրա համոզմամբ պետք է համախմբումը սերտացնել, ձևավորել միասնական օրգանիզմ, պաշտպանելու ընդհանուր շահերը։ Իրենց դաշինքը հենց այդ օրգանիզմը ստեղծելուն է ուղղված։ Այսօր այդ հնարավորությունը ստեղծվել է։ Իդեմը Սեյրան Օհանյանի ունենք Հայաստան, Արցախը, իդեմս Ռաֆի Հովհաննիսյանի եւ Արթան Օսկանյանի ունենք Սփյուռքը եւ արտաքին շահի պաշտպանության, անվտանգության պաշտպանության ոլորտում մեծ փորձառությունը մեզ իսկապես կարող է
դուրս բերել այս իրավիճակից։ Դաշինքի ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը մարդկանց հորդորեց ընտրություններին շատ լուրջ վերաբերվել, քանի որ մեկ ընտրությամբ է իշխանությունը ձևավորվելու։ Սեյրան Օհանյանը առաջարկեց լավ ուսումնասիրել բոլոր ուժերի ծրագրերն ու ճիշտ հետևություններ անել։ Ապա կողմնորոշեց իրենք պայմաններ են ստեղծելու յուրաքանչյուրի զարգացման, ազատության եւ աշխատելու իրավունքի համար։ Անչափ կարևոր եւ պատասխանատու ժամանակահատված է ապրում ողջ հայ ժողովուրդը։ Մենք ապրիլի 2-ին ըստ էության ընտրելու ենք մեր հայրենիքի ողջ իշխանությունը, ազգային ժողով, կառավարություն, նախագահ, որը երկարատև 5-ամյա ժամանակահատվածում ղեկավարելու է մեր երկիրը։ Նախընտրական ծրագրում մի բաղադրիչ էլ հարկային եւ մաքսային բարեփոխումներն են։ Դաշինքը պատրաստվում է անդրադառնալ նաեւ կարմիր գծերին եւ արագաչափերին։ Դաշինքի անդամները վստահեցնում են, որ իրենք ուզում են ժողովրդի հետ չարչարվել, փոխել կյանքը ամենակարևորը՝ ներդրում ունենալ արդարության վերականգնման գործում։ Հայկ Հովհաննիսյան, Վաչագան Պետրոսյան, օրակարգ։ Հայկական վերածնունդ կուսակցությունը Մալաթիա Սեբաստիա համայնքում է եղել։ Կուսակցության փոխնախագահանը խոսել է ազգային ժողովում իր պարտաճանաչ աշխատանքի մասին։ Հայկական վերածնունդ կուսակցության նախագահն էլ հորդորել է ընտրել երկրում փոփոխություններ իրականացնողներին։ Փոքր եւ միջին բիզնեսի զարգացումից մինչեւ արդյունաբերության վերականգնում հայկական վերածնունդ կուսակցության քարոզարշավային հանդիպման թեմաներն էին։ Լսարանում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ընտրողներն են։ Մարտունակ ենք, մրցունակ ենք, գիտենք, որ դժվար համայնք է, պայքարելու ենք ծայրահեղ խնդիրների ուրեմն կուտակված հարցերը լուծելու համար։ Կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանն անդրադարձավ իրենց հեղինակած օրենքներին ազգային ժողովում իր գործունեությանն ու նշեց, որ որևէ օրենքի քննարկմանը չի բացակայել։ Մենք պատրաստ ենք լինելու այն խողովակը, ինչը մինչև այսօր արել ենք ու նորից անելու ենք ամեն ինչ, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու ձայն տեղ հասնի։ Կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց վարկանիշային ընտրակարգով առաջադրվող թեկնածուներին։ Կոչ արեց քվեարկել Հայաստանում փոփոխություն իրականացնողների օգտին, նշելով, որ ընտրությունները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար։ Ձեր քվեն մեծ ուժ ունի, ձեր քվեն պետք է փոխի։ Կուսակցության անդամ Հարություն Ավետիսյանի պնդմամբ էլ հայկական վերածնունդ կուսակցության ծրագրում արկա յուրաքանչյուր կետ առաջարկում է կոնկրետ խնդրի լուծում եւ այդ լուծումը նոր ճանապարհ է ցույց տալիս։ Նա հորդորեց կրկնապատկել ջանքերը մինչև ապրիլի 2-ը։ Ազգային ժողովի ընտրությունների մնացել են ընդամենը մի հաշված օրեր։ Եթե մենք բոլորս այս մնացած օրերի ընթացքում կրկնապատկենք, եռապատկենք մեր եռանդը, մեր ջանքերը, ես կարծում եմ, որ կունենանք բավականին լուրջ արդյունքներ ընտրությունների ընթացքում։ Ներկայացնելով կուսակցության 30 կետից բաղկացած ծրագիրը Արթուր Բաղդասարյանը պնդեց, որ այն մշակվել է երկրում առկա խնդիրների լուրջ վերլուծության, ուսումնասիրությունների հիման վրա եւ հենց այդ ծրագրի կետերն էլ թույլ կտան երկրում որակական փոփոխություններ կատարել։ Հանդիպման վերջում նա կոչ արեց դառնալ այդ փոփոխությունների կրողը։ Լուսին Մկրտչյան, Հովհաննես Քյոսեյան, օրակարգ։ Կոնգրես ՀԺԿ դաշինքը մայրաքաղաքում ամենամեծ գրասենյակն է բացել։ Էրեբունիում նորամուտը խաղաղության ծրագրի ներկայացմամբ են արել, ապա քարոզարշավը շարունակել գրասենյակից դուրս։ Քայլերթով։ Էրեբունիում Կոնգրես ՀԺԿ դաշինքը նոր գրասենյակ ունի, լավագույնն է ու բոլորը գոհ են։ Մենք այստեղ փաստորեն մեր ընկերներից ստացել ենք մի լավ շտաբ, որի նմանը երևի ամբողջ Հայաստանում չունենք։ Թիմակիցները շտապում են պաստառը րոպե առաջ պատին բարձրացնել ու գործը ելույթների ընթացքում էլ չեն ընդհատում։ Ողջունում եմ իմ ընկերներին, գործընկերներին։ Միակ ուժն ենք, որտեղ տարածքներում առաջադրված տեխնատուները չեն մրցակցում, շարունակեց տեխնատուն պաշտպանում ու աջակցում են միմյանց։ Առաջին ընտրատարածքի 5 տեխնատուներս բոլոր հանդիպումներին գնում ենք միասին։ Մեկը մյուսին ենք եւ Կարինե Հաբետյանը մեր թիմի ներկայացուցիչն է։ Առաջին ընտրատարածքի մեկս մյուսին են գովազդում, մեկս մյուսի մասին ենք պատմում։ Վլադիմիր Կարապետյանն ուրախ է խաղաղության իրենց քարոզը հաջողում է։ Հասարակության մեջ բանավեճ են տեսնում, ինչն ըստ կոնգրես ՀԺԿ-ականների չի եղել նախկինում։ Եթե փող զիջումը դա աննեցքի նման մի բաներ առաջ համարվում, հիմա բոլորը սկսել են խոսել փող զիջման մասին։ Բոլորը ասում են ինչ է, մենք խաղաղություն չենք ուզում։ Բացի դրանից նրանք սկսեցին հասկանալ, որ ժողովուրդը կամաց բացվում է դեպի խաղաղության ծրագիր։ Եվ ուրեմն հետ չմնալու համար հիմա բոլորը խոսում են խաղաղության մասին։ Բայց Զուրաբյանը մի տարբերություն առանձնացնում է, իրենք բաժակաճառ չեն ասում, խաղաղության հասնելու ճանապարհը հստակ ցույց են տալիս։ Մենք ասում ենք, որ այն պլանը, այն դիվանագիտական ծրագիրը, որ այսօր
դրված է Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված այդ բանակցությունների սեղանին, այդ պլանը մենք պետք է իրագործենք։ Գորիսեցի արշակը այս գիշերը Բեռլինից եկել միացել թիմակիցներին քաղաքագետը հայրենի տարածքից առաջադրված տեխնացու է, լավ գիտի խաղաղության գինը ու զարկ կտա խաղաղության քարոզին։ Եթե մարդ տեսել է ռմբակոծություն, զոհ, ավերակ, այդ մարդը ավելի շատ է գնահատում խաղաղությունը։ Խաղաղության իրենց քարոզը քայլերթով էլ շարունակեցին անցորդներին, կոշկակարներին, վաճառողներին, բոլորին անձամբ փոխանցելով իրենց նախընտրական ծրագիրը։ Խաղաղության պայմանագրով ինքնիացնենք Ղարաբաղի անկախության այդ ճանաչման առաջին քայլերին, այսինքն որ Ղարաբաղին տրվի միջանկյալ կարգավիճակ։ Արշակն ասում է նախանձում է գերմանացիներին ու ֆրանսիացիներին 100 տարի պատերազմող երկրներն այսօր դրացիներ են։ Այդ լավ օրինակով է համոզվել, որ խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն իրենց կարգախոսը կյանք ստանալու է։ Սիրանուշ Մուրադյան, Տիգրան Բաբայան, օրակարգ։ Ջրառատում այսօր տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Գյուղացիների խոսքով ամեն ինչ սկսվել էր փոքր վեճից, ապա վերաճել զենքի կիրառման վիճաբանության։ Արդյունքում 3 մարդ հիվանդանոցում է, մեկը ձերբակալված։ Միջադեպի մանրամասները ռեպորտաժում։ Ջրառատում տեղի ունեցած միջադեպից տուժել է 3 հոգի՝ 17-ամյա Արայիկ Մելքոնյանը, 27-ամյա Հակոբ Մելքոնյանը և 53-ամյա Մելիք Մելքոնյանը մարմնական վնասվածքներով Էրեբունի բժշկական կենտրոնում են։ Մելքոնյան Արայիկ նախաբազկի կոտրվածք ունի, հիմա կատարվել է գիպսային անշարժացում։ Մելքոնյան Հակոբ, որը ունի ձախ ոտնաթաթի հրազենային վնասվածք, Մելքոնյան Մելիքը ունի կտրած ծակած վերքեր մեջքի շրջանում։ Այս պահին 3 տուժածների վիճակը բավարար է, առաջիկայում կտեղափոխվեն հիվանդասենյակ։ Նախնական տվյալներով Ջրառատի գյուղապետարանի տարածքում այսօր կեսօրից հետո վիճաբանություն ու ծեծկրտուք է եղել, որի ժամանակ ինքնաձիգից կրակոցներ են հնչել, դանակահարություն է եղել։ Դեպքի վայրն արգելափակված է, տեղում աշխատում են ոստիկաններն ու քրեագետները։ Ըստ որոշ ջրառատցիների միջադեպը սկիզբ է առել օրեր առաջ օրոդաշինքի նախընտրական հանդիպման ընթացքում։ Գյուղապետը եկել հայհոյել է դաշինքի աշխատողներին, դաշինքի անդամներին, տեսել են, գնացել խոսացել են, տես կռիվ են արել։ Գյուղացիների կարծիքով էլ այս վեճն ավելի հին արմատներ ունի։ Դե ընտրությունների ժամանակ դուք եք դրել տեխնացություն, ես եմ դրել, դուք պարտվել եք, ես հաղթել եմ, բնական է, որ անհաշտություն է ալնում։ Մելքոնյան ընտանիքի բարեկամն ասում է, կատարվածից հետո էլ կհասկանան իրար, ամեն ինչ կհարթվի։ Մի գյուղա, մի համայնք, կհասկանանք իրար, կճշտվի, կդզվի, որտեղ երիտասարդ են, մի քիչ տաքարուն են, չգիտեմ, ինչ որ մի բան եղել է, երևի ինչ որ մի բան եղավ, երևի դրանից Ռաֆի Օսկանյան դաշինքի մասին։ Դե դրանից է սկսվել։ Ռազմիկ Մելքոնյանի խոսքով այս պահին ջրառատում լարվածություն չկա, փաստի առիթով հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։ Ոստիկանության ծառայողների կողմից ինքնաձիգն արգրավվել է։ Ոստիկանությունում է կրակելու մեջ կասկածվող անձը 1982 թվականին ծնված Տ. Սարգսյանը։ Կասկածյալը ձերբակալված է։ Վոլոդիա Հովսեփյան, Հայկուշ Ասլանյան, Հակոբ Սարգսյան, Հարություն Սահակյան, օրակարգ։ Ջրառատի միջադեպին անդրադարձել է նաև վարչապետ Կարեն Կարապետյանը։ Ձերբակալվածներ կան, քննչական գործը սկսված է եւ բոլորը փողոր մեղաժովոր է պատժվելու։ Օրակարգի միջազգային լրահոսից Անկարան խզել է դիվանագիտական հարաբերությունները Նիդերլանդների հետ եւ պատրաստվում է մի շարք պատժամիջոցներ սահմանել այդ երկրի դեմ։ Հոլանդիայի դեսպանն անցանկալի անձ է հայտարարվել, արգելվել է նրա մուտքը Թուրքիա։ Այդ երկիրը նաև չի ընդունի Հոլանդիայից եկող դիվանագիտական թռիչքները։ Մենք ձեզ հետ կվարվենք ճիշտ այնպես, ինչպես դուք վարվեցիք մեզ հետ, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետը։ Հոլանդիայի վարչապետն էլ ծաղրանքով ասել է, որ իրեն դուր են գալիս նման սահմանափակումները։ Հոլանդիայի եւ Թուրքիայի հարաբերությունների վատթարացումը հակասական արձագանքներ է ստացել Եվրոպայում։ Բելգիայի ֆլամանդյան հետաքրքրություն ընդդիմադիր կուսակցությունը հանդես է եկել թուրք քաղաքական գործիչների այցերը չհարկելու նախաձեռնությամբ։ Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկին էլ կարծում է, որ հոլանդացիները չափազանց կոշտ են վարվել թուրք նախարարների հետ, իսկ թուրքերը կորցրել են չափի զգացումը։ Թուրքիայի նախագահ Էրդողանը մեղադրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին Նիդերլանդերին պաշտպանելու համար։ Էրդողանը նաև սպառնացել է դիմել Եվրոդատարան իր նախարարների ելույթներն արգելելու համար, ինչպես նաև դիվանագիտական պատժամիջոցներ սահմանել Նիդերլանդերի նկատմամբ, արժանանալով այդ երկրի վարչապետ Ռուտեի ծաղրին։
Թուրքիայի կիրառած պատժամիջոցները դիվանագիտական են, տնտեսական բնույթ չունեն եւ այդքան էլ վատը չեն։ Թուրք գործիչները դիմում են անհեթեթ քայլերի։ Պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ ի նշան բողոքի կմորթի իր հոլանդական ցեղատեսակի կովին։ Ստամբուլում էլ Թուրքիայի իշխող կուսակցության անդամները ծեծի են ենթարկել նորվեգացի լրագրողին, կարծելով, թե հոլանդացի է։ Իշխող վարչակազմի գործողությունները քննադատել է Քրդամեջ ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամներից մեկը։ Նա հիշեցրել է, որ Անկարայի կողմից հակամահմեդական բնորոշվող Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքի ղեկավարը իսլամ է դավանում։ Մարիամ Մխիթարյան, օրակարգ։ Թուրք քարոզիչների եվրոպական օազիսը դարձած Ֆրանսիայում տաք քննարկումներ են, թե արդյոք պետք էր թույլ տալ Թուրքիայի արտգործնախարարին հանդիպել մոտ կես միլիոնանոց թուրքական համայնքի հետ եւ քարոզել կողմ քվեարկել Էրդողանին միապետ դարձնող նոր սահմանադրությանը։ Ֆրանսիայի ներկայիս իշխանությունների քայլը սուր քննադատել են այդ երկրի հաջորդ նախագահ դառնալ պատրաստվող տեխնացուները։ Փարիզից մեր գործընկերն է պատմում։ Նիդերլանդների կառավարության կողմից մերժում ստանալուց հետո Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն ժամանում է Ֆրանսիա եւ մեծ քաղաքում կազմակերպվում է հանրահավաք Թուրքիայում նախատեսվող սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում։ Ֆրանսիական մամուլը, ինչպես նաեւ նախագահի տեխնացուների մեծամասնությունը քննադատում են գործող իշխանությանը, որը ղեկավարվելով խոսքի ազատության իրավունքով թույլատրում է թուրքական իշխանության քարոզարշավը Ֆրանսիայում։ Նախագահի տեխնացու հանրապետական Ֆրանսուଆ Ֆիոնը նշել է, որ Ֆրանսիան պետք է կանխեր այդ հանրահավաքը, քանի որ խախտում է եվրոպական համերաշխությունը միասնական դիրքորոշում ցուցաբերելու փոխարեն։ Ըստ Ֆիոնի սպառնալով եւ վիրավորելով Գերմանիայի եւ Նիդերլանդների կառավարություններին, Թուրքիան դեմ է գնում եվրոպական արժե համակարգին եւ մեկ անգամ եւս ապացուցում, որ տեղ չունի Եվրոմիությունում։ Ազգային ճակատ ծայրահեղ աճ կուսակցության առաջնորդ Մարին Լեպենը Twitter-ի իր էջում գրել է, որ պետք է ոչ ասել թուրքական նախընտրական քարոզարշավին Ֆրանսիայում։ Տեխնացու Էմանուել Մակրոնն էլ կոչ է արել Ֆրանսիային պահպանել եվրոպական միասնական դիրքորոշումը եւ դատապարտել է Թուրքիայի ծայրահեղական քաղաքականությունը։ Միակ տեխնացուն, ով կողմ է արտահայտվել թուրքական հանրահավաքին, սոցիալիստ Բենուա Ամոնն է։ Թուրքական հանրահավաքից քիչ անց Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էրոն հայտարարեց, որ հավաքը տեղի ունեցել հավաքների ազատության ռեժիմի շրջանակում եւ այն չի միջամտում Ֆրանսիայի քաղաքականությանը։ Մարիամ Տերգուլանյան, Խաչատուր Մարտիրոսյան, օրակարգ, Փարիզ։ Ֆրանսիայի նախագահի տեխնացու հանրապետական Ֆրանսուଆ Ֆիոնին այսօր պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել խոշոր չափի պետական գումարների յուրացման կասկածանքով։ Ֆիոնի փաստաբանն ասել է, որ նա մեղադրվում է կնոջն ու երկու երեխաներին ապօրինի իր խորհրդարանական օգնական նշանակելու համար։ Ֆրանսուଆ Ֆիոնը հայտարարել է, որ վաղը կներկայանա դատարան, սակայն իր տեխնացությունը չի հանի եւ կշարունակի պայքարը մինչեւ վերջ։ Հաջորդ թեման սիրո լեզվի տոն Հայաստանում ավելի քան 2 շաբաթ մեր երկրում ֆրանսերեն կխոսեն, կհամտեսեն ու կդիտեն։ Ծրագրի մասին խոսել է մեր երկրում Ֆրանսիայի դեսպան Ֆրանսուଆ Շարպանտիեն։ 15 օր Երևանում ու մարզերում ավելի հաճախ կհնչի ֆրանսերեն խոսքը, իսկ նրանք, ովքեր լեզուն չգիտեն, առնվազն bonjour ու au revoir բառերով հաստատ կողջունեն միմյանց։ Ֆրանսերենի տոնի մեկնարկը տրված է։ Հայաստանում շատ եմ սիրում սպաս ուտել, իսկ ֆրանսիական խոհանոցից նախընտրում եմ այն ուտեստները, որոնք պատրաստված են բադի մսից։ Դեսպան Շարպանտիեն հավատարիմ է մնացել իր նախասիրություններին, իր ճաշակը չի պարտադրում որևէ մեկին։ Փոխարենը հայտնում է, Goût de France-ին ֆրանսիական գաստրոնոմիային նվիրված օրը ամբողջ աշխարհի լավագույն խոհարարները ցույց կտան ֆրանսիական խոհանոցի իրենց հմտությունները։ Երևանում 6 ռեստորան է միացել ծրագրին, նրանք կառաջարկեն ֆրանսիական իրենց մենյուն։ Այս տարի ֆրանկոֆոնիայի ուշադրության կենտրոնում կլինի ՏՏ ոլորտը, միայն 5 միջոցառում նվիրված են նորագույն տեխնոլոգիաներին։ Ֆրանկոֆոնները կմրցեն նաև վիրտուալ լեզվով ու կպարզեն, ով ավելի լավ է տիրապետում օնլայն շփման ֆրանսերենին։ Այսօր ֆրանսերեն սովորող երիտասարդների թիվը անհամեմատ ավելի քիչ է, քան 20 տարի առաջ էր։ Թեև վերջին 3 տարիներին գրանցվել է առաջընթաց, մեր նպատակն է Հայաստանի իշխանությունների հետ միասին փորձել վերանվաճել ֆրանսերենի նախկին բարձր դիրքերը։ Քայլերից մեկը ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հյուրընկալումն է։ Մարտի 20-ից 26-ը կինո Մոսկվայում անվճար կցուցադրվեն վերջին 5 տարիներին նկարահանված ֆրանսիական լավագույն ֆիլմերը ռուսերեն ենթագրերով։ Փակումը կլինի Իվ Սեն Լորանի մասին պատմող վավերագրական ֆիլմով։ Հասմիկ Առաքելյան, Տիգրան Բաբայան, օրակարգ։ Երկու նոր գիրք ազգագրական պայքարի հայ հերոսուհիների մասին։ Էդիկ Մինասյանի զույգ աշխատություններում 19-րդ դարևերջի և 20-րդ դարասկզբի
Հերոսամարտերին մասնակից կանանց կենսագրությունն է, դրվագներ մարտական ուղուց։ Գրքերի հերոսները դերատի աղջնակներ են, հերոսուհի մայրեր, որոնք կանգնել են տղամարդկանց կողքին և հավասար պայքարել թշնամու դեմ։ Գրքերի լույս ընծայմանն օժանդակել են Սփյուռքի ու մշակույթի նախարարությունները։ Ռբե Ռիփսիմե Հակոբյան, որը պապիս մայրն էր, չպետք է մոռանանք, որ նրանք ոչ միայն անձամբ մասնակցում էին կռիվներին, այլ զինատար խմբերին, զենք տեղափոխելուն, նաև թիկունքի աշխատանքներին, միաժամանակ աչքի էին ընկնում հետախուզական գործով։ Օրակարգն էր եթերում, շնորհակալություն ուշադրության համար։ Ցտեսություն եւ հաճելի երեկո։